Հետազոտությունները ցույց են տալիս, մինչև 30 տարեկանները հատկապես COVID-ից հետո սկսել են ավելի քիչ ալկոհոլ սպառել։ Այս փոփոխությունն արդեն փոխում է շուկան։ Gen Z-ին ստիպում է բրենդներին վերանայել իրենց մոտեցումները, անցնելով ոչ ալկոհոլային, ինչպես նաև ալկոհոլային ցածր պարունակությամբ խմիչքների արտադրության։ Շատ հետաքրքիր տեղեկատվություններ ու դրա շուրջ եկեք քննարկումը շարունակենք մի քանի տեսանկյուններ դիտարկելով, այսինքն ինչա դա փոխում սպառողի հետ կախված, որովհետև այն թիրախային լսարանը, որ հնչեցվեց, հա, ինքը շատ արտադրողների մոտ, գործարարների մոտ, հա, ինքը թիրախային է, հստակ է եւ դրա վրա կառուցվում է երկարատև, ուրեմն պլաններ, հա, դա կլինի արտադրող խմիչքի տեսանկյունից, դա կլինեն հորեկա սեգմենտի, ուրեմն դա կլինի զվարճանքի ոլորտը, հետեւաբար ոնց է այս թրենդը, հա, այս միտումը արտացոլվում այսօրվա բիզնեսներում։ Եկեք սրա շուրջ ունենանք տենց տարբեր տեսանկյուններից, հա, քննարկում։ Հայաստանում արդեն զգացվում է այդ թրենդը, եթե օրինակ չգիտեմ, 3-4 տարի առաջ ինձ ասեին ոչ ալկոհոլային ալկոհոլ, ես կմտածեի ինչ որ սխալ բառերի համադրություն է, հա, բայց հիմա ինքը թրենդի մեջ է, նույն հաջողությամբ կարաս ջին գնել, որը 0% ալկոհոլով է, հա, այսինքն ոչ ալկոհոլային ջին, ոչ ալկոհոլային գինի, վիսկի եւ այլն, այսինքն ինքը թրենդի։ Այսինքն դրանք կամպոտ չեն կոչվում։ Չէ, իրանք այսինքն համահոտայինով նման են ջինին, բայց ալկոհոլը 0 է։ Արդեն ինքը թրենդային է դառնում, կամաց ու մարդիկ սկսում են օգտագործել, որտեղ են օգտագործում, էլի։ Հետաքրքիր է, էլի։ Կա, բառերում կա, քիչ, բայց կա, ես նկատել եմ։ Օրինակ խանութում դրած է, շելֆի վրա օրինակ ոչ ալկոհոլ։ Խանութում չեմ նկատել, շատ քիչ է, ինքը նեղ մասնագիտացված խանութներում կա, այսինքն ներմուծող ընկերությունների խանութներում կա, սովորաբար ներմուծող ընկերությունը փաթեթով է բերում ապրանքը, ու ես ոնց հասկանում եմ, այդ արտադրողը նաև ասում է, եթե ուզում ես SSS ապրանքները, ուրեմն սա էլ պետքա վերցնես, ինչ որ քիչ քանակով, բայց վերցնում ես։ Այսինքն դրսում այդ թրենդը զգում են, իրանք ստեղծել են այդ ապրանքը, ստիպում հա, են մի քիչ ստիպում են, հա, այսինքն ինչ որ sense բան կարա լինի, որը գալիս է հենց այդ համաշխարհային թրենդից, հա, այսինքն որ ալկոհոլի սպառման ծավալները նվազել են, այդ բրենդերը սկսում են արդեն ոնց որպեսի լրացնեն իրենց։ Ըստ էմ շատ կարևոր բան կա, էլի։ Ամեն դեպքում մենք բոլորս հավաքվածներս եւ մեր հաղորդաշարը, հա, ողջունում են ալկոհոլի, ուրեմն չափավոր օգտագործումը, որը որ շատ կարևոր է։ Միևնույն ժամանակ ուզում եմ հասկանանք, էլի, այդ ոնց լավ ասեցին, ոչ ալկոհոլային ալկոհոլ։ Հա, այսինքն դրա օգտագործումը ինչով է պայմանավորված, որ մարդը ընդհանրապես ալկոհոլ չէր օգտագործում ու դա կարելի է դիտարկել մուտք ալկոհոլային աշխարհ, հասկացից ոչ ալկոհոլային, հետո ալկոհոլային, թե հակառակը ինքը օգտագործում էր որոշեց հրաժարվի, ինչ պատճառներ, օրինակ պայմանական երեկոյան հանդիպում ունի, ղեկի վրա է եւ այլ։ Դրա համար է առաջ մտա։ Օրինակ որտեղ է էլի այդ թրենդը։ Իսկում է եւ, այս կարա լինի երկու տարբերակներ, կարա լինի այս դեպքում։ Կամլե ջան, ինչ ես մտածում։ Ես կկիսեի երկու թրենդի, մեկը ինա որ էս տեն շատ մեծ ռոպագանդա գնացել միջազգային շուկաներում առողջ ապրելակերպը, դրանից եկա որ սկսեցին քիչ օգտագործել ու հետաքրքիր է այն որ ասում են COVID-ից հետո, այսինքն COVID-ի ժամանակ լիքը ծանր հիվանդություններ ա եղել, մահեր ա եղել, մարդիկ կարող է այդ տեսնելով այս նոր սերունդը որոշել որ ինքը ավելի առողջ պետք է ապրի ու նոր սերունդ ասելով ես էլ եմ նաև այդ սերունդի մի մաս ու ես էլ եթե համեմատեմ ինձ COVID-ից առաջ ու հիմա, COVID-ից առաջ անգամներով ավելի շատ էի սպառում ալկոհոլ, քան թե հիմա։ Իսկն ես ավելի շատ սկսել եմ մտածել իմ առողջության մասին, սպորտով զբաղվելու մասին, մի ուղղությունը դա է եւ երկրորդ ուղղությունը որ կա, որ այն մարդիկ ովքեր որ օգտագործում են, իրանց մի մասը կիսվեց ու իրանք սկսեցին օգտագործել այլ ալկոհոլի էֆեկտ ստեղծող միջոցներ, նույն թմրանյութեր եւ այլ նմանատիպ բաներ, որը մենք եւս դատապարտում ենք եւ շատ խիստ ոնց որ կիսվեց, էլի ինքը այսքան այս շուկան որ կա, այս թրենդը որ մենք տեսնում ենք նվազման, գնալով քշամա։ Ոնց որ ծխախոտն ու այքոսը։ Այ ես չգիտեմ ինչ դրա մասին ես պատկերացեցի։ Այսինքն նկատում են, ապրես նկատեցին որ ծխախոտի հետ կախված, ուրեմն հոտը, լիքը բաներ նոր սերնդին հետաքրքիր չի, հորինվեց ինչ-որ նոր տեսակը։ Հետաքրքիր բան ասեցիր COVID-ի հետ կախված, բայց թվերը բավականին զարմանալի են, այսինքն քրոնիկ ալկոհոլիզմով հիվանդ մարդկանց մոտ մահացությունը բավականին ցածր է եղել, իսկ հակառակը պետք է սպասվեր, էլի մտածում են թե այնտեղ ավելի ուժեղ կլինի, բայց քիչ են եղել, էլի։ Իրանց օրգանիզմները պատրաստ են թունավորվելու։ Այսինքն այնտեղ բան չկար, էլի, վիրուսը մտնում միանգամից երևի մահանում էր։ Վարդան ջան, արտադրողների մոտ ոնց է, այսինքն պլանները ոնց է կազմում։
Դες նարեկ ջան, ընդհանուր որ ասում են ալկոհոլի սպառումը նվազում է համաշխարհային շուկայում, այո, ալկոհոլի սպառումը նվազում է, բայց այդտեղ կա մի հատ շատ մեծ բայց։ Այդ բայցը որն է, որ դրան զուգահեռ պրեմիում ալկոհոլի սպառումը ավելանում է։ Այսինքն, եթե մենք ունենք շուգարանք ալկոհոլի ոլորտը բաժանենք 3 գնային սեգմենտի։ Հա, այդ լավ կներ, էլի բացենք այդ պրեմիում բանը եւ այլն։ 3 գնային սեգմենտի, ցածր, միջին եւ բարձր, ասենց ասենք։ Հիմա գլոբալ ենթադրենք սպառվում է 1 միլիոն միավոր, հա? Օրինակ թվեմ, որոնց մեջ գերակշռող կազմվածը 70%-ը կազմում է ցածր եւ միջին սեգմենտի ալկոհոլը, 30%-ը պրեմիում սեգմենտը։ Ըստ վիճակի համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր ծավալը իջնում է, բայց այդ ծավալի մեջ պրեմիում սեգմենտի թիվը գնալով մեծանում է։ Այսինքն 30-ը արդեն դարել է 40։ Ծավալը, այսինքն երբ որ ինքը 30% ուներ, հիմա դարել է 40, չէ՞, դուրս է գալիս, որ իր սպառումը ինքը մնաց պրեմիում սեգմենտում մնացել է նույնը, բայց էժան ու միջին ցածր սեգմենտներում իրանց սպառումը կտրուկ նվազել է, այսինքն Վարդանը քանի որ պրեմիում ջիները արտադրում դրա համար ինքը սկզբից էլ ուրախ։ Չէ, մի հատ եկեք դիտարկում անենք էլի, պրեմիում սեգմենտը նշանակում է թանկ։ այո, Թանկ նշանակում է 30 տարեկան եւ ավել տարիք ունեցող մարդիկ են առնում։ Այսինքն էլի գալիս ենք նրան, որ դրանից ներքև սերունդը քիչ է սպառում։ Սպառվում է պրեմիում։ տարիքային խումբը վերցնենք։ Այսինքն այն խումբը, որը որ սկսել է գարեջրից, ճիշտ եմ հասկանում։ Ուզում ասեմ, Այսինքն ես սկսել եմ ինչ-որ մի հատ սերունդ գարեջրից, հետո այդ գարեջուրը դարել է մի քիչ որ չգիտեմ, օղի։ Հետո այդ օղին դարել է պայմանական եւ այլ կամացից հիմա ինքը դարել է 35-40+, ինքը սպառում է կամ թանգանը կոնյակ, Այսինքն կարող է իրան թույլ տալ։ Եթե սպառում եք խմիչք, ապա կոնյակ ու միայն հայկական, հա, կամ ջին, դա էլ մեր համար շատ կարեւոր է, հա, ու գնալով ինքը տեղա գնացել, բայց հետևից արդեն եկող սերունդը հետ եմ ասում, միացել եք դուք այդ հետևից եկող սերունդը, մի հատ բան ասեմ, հետևից եկող սերունդը ինքը նայում է թե իր ավակ սերունդը ինչ է անում, ասում է սպասի, եթե այս մարդը 35 տարեկան է, խմում է բարձր արժեք ունեցող սպիրտ, ես որ դառնամ 30-35 տարեկան, ես էլ էդի պետք է խմեմ, որ ես այդ ֆինանսական վիճակ ունենամ։ Բայց քանի որ ես այդ ֆինանսական կարգավիճակը այս բան չունեմ, բայց ուզում եմ մնամ ընդհանուր միջավայրի մեջ ու մաս կազմեմ այդ ամենի, ես պետք է խմեմ իր համապատասխան ինչ-որ մի բան, բայց այդ համապատասխան մի բանը, քանի որ երիտասարդությունը ավելի շարժուն է, ավելի ակետից բեկետ գնանք, ստեղ գնանք, ավելի կոմֆորտի սովորող է, իրենք գնում են արդեն RTD-ների կողմը։ Ready to drinks, այսինքն պատրաստի քեներով կոկտեյլներ, ջին-տոնիկներ եւ այլն եւ այլն։ Եվ նոն-ալկոհոլիկն ու low ալկոհոլը իրանք տրենդային են, իրաց տրենդային իմ կարծիքով դարձրեց նաեւ առողջ ապրելակերպի Մի քիչ վճարունակության հետ կապված չեմ կարող այնց լիովին համաձայնվել, որտեվ այս նոր սերունդն էլ որ եկել է, իրանք ավելի արագ են իրանք եկամուտները ավելացնում, որտեվ իրանք ավելի շուտ է մտել տնտեսության մեջ։ Ավելի շուտ են մտել, բացի դրանից մեծ մասը ավելի բարձր վարձատրություն ստացող ընկերություններ ունեն աշխատում IT, ձգտում են դրան։ Ու իրանք էլ գալիս են մի հատ կետի, որ իրանք ունեն ֆինանսական հնարավորություններ, ու արդեն գալիս են ընտրության ըստ բրենդի, ըստ համի, այդ ամեն ինչի։ Բայց մի հատ էլի այսպես մի հատ սեղանին երկու հատ թեմա գցենք, մի հատ էդ էլ էփենք։ Երկու կարևոր դիտարկում։ Առաջինը նոր սերունդ ավելի քիչ են քանակությամբ։ Եկեք հաշվի առնենք, որ հիմա շուկային եկե 90-ականների ծնվածները, որոնք ավելի քիչ են քանակությամբ։ Եվ երկրորդը հավաքները որպես փարթի կոչեցյալները գնալով արդեն ավելի սահմանափակ են։ Ի սկզբանե բանդոկները, բարերը, հա, որ ստեղծվել են, իրանք առաջինը սոցիալական նշանակություն են ունեցել, մարդիկ հավաքվել են նորություն իմանան, քննարկեն, ժողովներ, չգիտեմ, պատերազմ եւ այլն, ու ձեռի հետ խմել են հաց են կերել, հա, հիմա քանի որ այդ ինֆորմացիան արդեն իրանք ստանում են հեռախոսով, էլ տնից դուրս գալու, մարդկանց հետ շփվելու, այդ շփումն է քչացել, հետեւաբար նաեւ գալիս է դրանից հետևանք, որ չեն խմում, չեն հանդիպում, չեն հավաքվում, հա, միգուցե դա էլ ունի Մենակ խմիչքի չէ, բոլոր ոլորտներն է դա։ Հա, չէ, սոցիալ որ չեն հավաքվում, բարերում, ռեստորաններում, որ քննարկեն օրը ոնց է անցել, ինչ նորություններ կա, այդ ամեն ինչը ստանում են հեռախոսով։ Հետևաբար արդեն քիչ են հավաքվում, հա, քիչ են հավաքվում, հավաքվելուց էլ արդեն շատ փոքր խմբերով, ընկերներով։ Մյուս ամենակարևոր պատճառներից մեկը դա աննորմալ թանկացումներն են, որ խմիչքները, ասենք, լույսի արագությամբ թանկանում է։ Շատ արագ է թանկանում, էլի, այսինքն այսօր նորմալ օղի առնելու համար 10,000 եւ ավելի փող պետք է ունենաս, որ օղի առնես, էլի, էլ չեմ ասում տեկիլա, էլ չեմ ասում վիսկին 20,000 պլյուսով է,
Էդ էլ կարա նպաստի, որ մարդիկ խմեն քիչ Կամ խմեն կոկտեյլ։ Ընդհանրապես չխմեն կամ էլ խմելուց մտածեն մի հատ բան խմեն, բայց չգիտեմ, Բայց էդ էլ արի բացենք թե ինչի է, տենց ոչ թե արտադրողն է թանկացում խմիչքները, այլ մեծամասամբ ակցիզային քաղաքականությունն է։ Ակցիզային քաղաքականությունն է մեկ էլ աշխարհաքաղաքական այս խառը վիճակները, այս Լոգիկ կարող է հակառակն է, այսինքն վարկային գիծ կա, խոսքագիծ ես դու առել, իշոր ապրանք, բայց քանի որ սպառումը պակասել է, դու ստիպված արդեն միավոր վաճառքի վրա դու գումարդ ավելանում է, այսինքն մեկը մեկի հետ կապ ունի, շատ կապված հավի ձվի պատմություն, թե չէ։ Ինձ թվում է ավելի շատ ուղակի երկրները ուզում են շատ փող գեներացնեն։ Ծխախոտի օրինակով էլ ակցիզը անընդհատ բարձրանում է, եվրոպական երկրներում գնալով ավելի բարձր է։ Ոչ քիչ ծխեն, ոչ քիչ բայց մարդ հետո փող տալի ու ծխի։ Հետո վնասական սովորությունների համար դու պետք է վճարես պետությանը, եկեք տենց անվանենք։ Մի քիչ հիմա ինսայդներ դու էլի, որովհետև դու համ մի քիչ մեր սերնդի մեջ ես, համ այգով սերնդի արանքում ես էլի։ Հետաքրքիր ինսայդ ասեմ, իմ սերունդը, իմ ընկերների շրջապատում մեծ մասը սիրում է խմել կոկտեյլ։ Այսինքն մենք տենց որ ինչ որտեղ հավաքվենք, ասենք արաղ առնենք, մի շիշ նստենք խմենք, այտենց դեպք չեմ հիշում։ Այսինքն գնալով մեր վարվելակերպը sense որ անալիզ եմ անում հասկանում եմ, որ փոխվել է, որ ավելի շատ մենք ուզում ենք կոկտեյլ, գինի կարող է, կոկտեյլ, ավելի շատ կոկտեյլ, գինի, տենց եթե ինչ որ միտեղ գնաց երեկոյան ընթրիքի, տենց ռեստորանում, տենց հա կարելի է գինի համ ինքը սիրուն է, համ նկարվելու համար հետաքրքիր է։ Այս էդ էլ է շատ կարևոր։ Այսինքն օրինակ էլի գնում ենք դեպի թորված օղիով նկարը, էլի գնում ենք դեպի Instagram։ Միգուցե թորված օղիով նկարը այդքան է հետաքրքիր չէ։ Ես իրականում չեմ տեսել։ Բակալով շատ սիրուն է։ Մալայք, եթե թորած օղի արաղ նկարես գցես Instagram story, կասեն էսով էս ալկաշ է։ Բայց որ կոկտեյլ նկարես, որի մեջ ավելի շատ արաղ կա, կասեն ջան, ինձ սիրուն նկարակ։ Cute cocktail։ Հետաքրքիր տեսանկյուններից։ Հետո ստեղ մի հատ հետաքրքիր բաներ կա բիզնեսի առումով, կոկտեյլը դու տանը լավ կոկտեյլ պատրաստելը շատ բարդ է եւ ժամանակատար է ու փոքր առիթներ, որ անում ես օրինակ ընկերների տուն ես հավաքում, ու ինքը դժվար process է, ոչ մեկ տենց մաքսիմում ինչ որ կարաս անես, դա ջին տոնիկն է, որ ասենք այն էլ ճիշտ չափաբաժնով խառնելն էլ էդ էլ է մասնագիտություն։ Դրա համար ինձ թվում է այդ բարերը դրանով շահել են, քանի որ մարդիկ արդեն այս մեր սերունդը ինքը գնում է բարում խմի, որ խմի թեկուս քիչ, բայց իր ուզած կոկտեյլը, օրինակ եթե համեմատենք մինչև այդ կավա 4-5 բաժակ օղի էր խմում, ինքը գնում է 1-2 բաժակ կոկտեյլ է խմում։ Իսկ օրինակ այդ բանը հարցնեմ, դուք որ քեներով կոկտեյլներ առնում ես Հայաստան, թե չէ։ Ես ասեմ, որ բացի այդ ինչ ես խմում, կախված է նաև ինչ միջավայրում ես խմում։ Այս հետ կապված մենք մի հատ փոքրիկ վերլուծություն ենք արել, մեր հարցում ենք տեղադրել մեր էջում։ Ըստ մեր հարցման մասնակիցների, ում հետ եք նախընտրում օգտագործել ալկոհոլ, 86%-ը նշել է ընկերների հետ, ինչը հիմնականում ազդում ալկոհոլային խմիչքի ձեռընտրության վրա։ Մեծ մասը, 90.5%-ը նշել է համվորակ։ Մարդիկ արդար չեն նաև իրանք հանդեպ ինչ որ բաների մեջ, օրինակ հարցումների մեջ։ Դրա համար մի հատ կուզեի Վարդանի լսեի, թե ինչքանով է գինը իրականում ազդում, չի ազդում, դու ինչպես ես դա տեսնում։ Մհերն էլ նոր ասեց, որ գնի հետ կապված սպառումը նվազել է, ճիշտ։ Հա, գինը նաև նպաստի, կարա իրոք, հա, կարա նպաստի թանկանալը։ Գինը ինքը հիմա լավ է պրոդուկտի վրա օրինակը բերեմ, հա, մեր գինը եթե մենք իջացնենք, ես չեմ կարծում, որ սպառումը առելի կմեծանա, էլի։ Այսինքն դու բանը ճկունությունը, հա, քիչ ես տեսնում։ Ոչ էլաստիկ։ Պրեմիումի մեջ ոչ էլաստիկ է գինը։ Հա, բայց ցածր սեգմենտում, այսինքն եթե խոսում ենք օրինակ ջիների մասին, հա, ասեմ 7000-ից 10000 դրամի մեջ առելի նշանակություն ունի։ Եթե նույն խանութում շելֆի վրա դրած է երկու բրենդի XZ բրենդների ջին, չէ՞, մեկը արժի օրինակ 8200 դրամ, մյուսը արժի 7800 դրամ։ Անկախ ամենից 7800-ը կրելու է։ Ատե գնում է մենակ գինը։ Բայց եթե նայում ենք օրինակ 16000-ից մինչև 25000 դրամի մեջ, ատե կամ դասից 20-ից 30000 դրամի մեջ, ատեղ գրում է storytelling-ը, branding-ը, որակը, պատմությունը եւ մնացածը։ Ոչ թե գինը։ Ատե գինը ընդհանրապես Hendrix-ը ձեզ օրինակ է, ոնց շուկան ներգրավեց, լիտրը 33-4000-ի կարգ է, բայց այսօր երևի լավագույն վաճառվող ջիներից մեկը top մեկն է։ Hendrix-ն է։ Որտեղ թանկ է։ Չէ, որտեվ լավ աշխատեցին բրենդի վրա, ինքը կայացավ։ Բայց նաև թանկ է։
Հա, Ինքը չիջավ այդ ներքևի սեգմենտում, ինքը գնային պայքարի մեջ հա, չմտավ։ չէ, բայց ինքը Հենրիքսը նույնիսկ կա շատ մարդ չգիտի, որ դա ջինա, Հենրիքսը խմում։ Ոնց որ Մարտինի են խմում, ոնց որ Ջեք են խմում, ոնց որ Ջեյմսն, չգիտեմ, որ այնի վերմուտա, այնի Թենեսի վիսկիա, այնի իռլանդական վիսկի, իրենք խմում են այդ բրենդը։ Մերժան, իսկ ընկերների հետ կապված այդ կտորը որ ունենք որ մարդիկ նախընտրում են ընկերների հետ խմել։ Դու որպես դու պարտավոր տեսնում այդ ամենը։ Իհարկե, կարաս խմես 1000 դրամանոց խմիշկել լավ միջավայրում շատ։ Որպես բարմեն նկատել ես, որ մարդիկ այն ֆիլմերում որ ցույց են տալիս են, որ տխրում են, մի հատ վատ բան ալնում, ասես գալիս են բարում մենակով նստում են բարմենի հետ, ասում են լից։ Այդ երևույթը մենք ունենք, թե դա միայն կինոների մեջ է։ Չէ, շատ քիչ է հանդիպել, շատ քիչ է Հայաստանում։ Որտեղ ես չեմ տեսել, որ բարի կողքը մի հատ տխուր հայացքով մեկը նստածանի ուզենաս գնաս ասես մի ներվի ինգեր։ Ես անկեղծ ասած, Ասում եմ իշխանը ես եմ եղել, չէ։ Չեմ տեսել պրակտիկայում, որ այդ կինոների նման լինի, բայց իրականում մի անգամ մի հատ տրեյնինգ էինք մասնակցում տեկիլայի, մեսկալի մասին, ու շատ հետաքրքիր բան ասեց, ասում եմ, որ օրինակ մի հատ բարի մոտ գնաս, ասես մի հատ շոթով ինձ արախլից խմեմ, մարդը կասի, ես ինչ ա եղել, ինչ տխուր բան ա եղել, հա, բայց որ ասես մի հատ տեկիլա դու կասի, ինչ ես նշում։ Այսինքն ոնց որ մարդիկ կարացել են ստեղծել, հա, այդ ուրախության, ու տեկիլայի դեպքում էլի։ Հասկացա, որ տենց բան կա, որ օղին ինքը որպես խմիչք QT branding չունի, էլի, ոնց է բանը, օրինակ չի։ Չէ, բնական, հա, իհարկե, իրան ոնց որ սևացրել են հատուկ։ Ինձ թվում է դա արժեքից է գալիս, ինքը այդ ամբողջ ու հետեւաբար ամբողջ սպիրտային խմիչքների մեջ ամենահասանելին է, այն մնացածը իրան ճնշել են Համլետ ջան, մեր Հայաստանում արտադրված մրգողին ի սկզբանե ձախողված ուրեմն ճանապարհ է, որտեղ օղին ինք իրանով այդքան էլ ողջունելի չի։ Հետևաբար մրգողի դու ոնց որ այդ անունի հետ կապված էլի, օրինակ իմ համար անհասկանալի է ոդկա բառը խեն փոխև օղի Հայաստանում։ Ոդկան, ոնց որ վիսկին ամբողջ աշխարհում է ոդկա։ Գարուց թորված, չգիտեմ ես ինչ, վիսկի է, ոդկան է պետքա ոդկա կոչվի էլի։ Որովհետև խեն, ինչ են փոխել օղի, հա, դե օղին գալիս է չգիտեմ, տարբերակներից մեկով այդ ռակա, այդ արաբական, այդ չգիտեմ, այդ տարբերակն է, մյուսն ասում է օղին հոգի բառից է գալի, սպիրտի հոգին է, օղի, այդ տարբերակն եմ լսել, հա, բայց իմ համար օրինակ ոդկա պիտի լինի, էլի։ Հա, ոդկան, հա։ Ես առաջի անգամ իմացա, որ բարմենները հավաքներ ունեն, տրեյնինգներ ունեն ինգեր։ Հետո մի հատ իրանք փիլիսոփայական մի հատ գաղտնիք ասեմ, հորեկա ոլորտի երևի ամենակայացած community-ին, հա, այսպես ասեմ, երևի ամենակայացած, եթե ոչ ամենակայացածը դա բարմեններն են, որովհետև ունեն մատուցողները չունեն իրենց ասոցիացիա։ Հավաքվեք ժողովուրդ, չէ, անկեղծ, տարվա մեջ 10-ից ավելի միջոցառումներ ա լինում, տրեյնինգներ, վերապատրաստում, մրցույթներ, պլյուս տարվա մեջ շատ բարմեններ հաղթում են, գնում են մրցումների են մասնակցում միջազգային, հենց հիմա 3 մեր բարմենից մեկը Հնդկաստանում առաջի տեղ զբաղեցրեց, դրանից առաջ մենք գնացել էինք։ Իսկ ոնց է այդ մրցույթը էլի, այսինքն ինչ է, կոկտեյլների արագ պատրաստում։ Նախընտրական փուլ ա լինում, եթե կարճ ասեմ Հայաստանում։ Հայաստանում միշտ նախընտրական փուլ, հա, հաղթողը գնում է ներկայացնում է Հայաստանը, Եվրոպայի առաջնություն, աշխարհի առաջնություն ու կա, ասենք, ինչ որ բրենդերի կազմակերպած առաջնություններ, որոնք աշխարհում, չգիտեմ, 100-ից ավել կարա լինի տարվա ընթացքում։ Իսկ այդտեղ իրանք գնահատում են ինչ կրիտերիա, քանի որ կոկտեյլների բաղադրատոմսերը բոլորը մեծ մասը հայտնի է, ինդիվիդուալիզմը դրա են ձևը, նախ տեստ գրում, մի օր առաջ գիտելիքներդ են ստուգում, 60-ից 70 հատ հարց է, բարմենական ոլորտին վերաբերվող հարցեր, անգլերեն, ամենակարևորը, նախ անգլերեն դիմանա բարմենը, սկսենք այդից։ Հաջորդ օրը արդեն պատրաստում ես, իրանք տալիս են, որ պետք է պատրաստես, Իսկ գիտես ինչ մտածեցի, իսկ խմած անգլերեն սովորում եք, որտեղ երրորդ բաժակից հետո դու խմած անգլերեն է պիտի իմանաս։ Պետք է բարմենը խմած լինի։ Չէ, հակառակը, քո հաճախորդը երկրորդ, երրորդ բաժակից հետո խմած է, դու խմած անգլերեն է պիտի իմանաս։ Կարաս։ Խեշ մարդը անգլերեն հազիվ սովորեց, մի հատ խմած անգլերեն սովորի։ Հետո պատրաստում են կոկտեյլը, որտեղ գնահատում են տեխնիկան, ոնց է պատրաստում, համը, հոտը, սթորիթելինգը, այսինքն սարքելուց չխառնվես, հարցերը տան պատասխանես, ռոբոտի նման չկանգնես սարքես, այսինքն ինքը ցախ միավորները գումարվում է իրար ու կամ հարց։ Այ հիմա շատ կարևոր բան, տես փաստորեն մենք գալիս ենք մի հատ եզրակացության, որ եթե մենք ասում ենք որակն է, համն է նախընտրվում, ընկերներով են նշում, այսինքն մենք այդեն նաև տեսնում ենք հաջորդ տրենդը, որ այսուհետև կան երիտասարդների հետաքրքիր հավաքներ, իրանք միտեղ հավաքվում են, ամառանոց են վերցնում, իշո բան են նշում իրար հետ։ Այսինքն արդյոք դա արդեն պահանջարկ է ձևավորվում, ոնց են ասում, պատվերով, հա, ոնց են պատվերով խոհանոց կա, պատվերով երգիչ կա, չէ, հրավիրում ես, չէ։
պատվերով բար հրավիրել կա այդ ֆորմատը վաղուց այսինքն հրավիրում են երեկույթին հա գալիս է բարմենը ինչ որ նախընտրություններն է ինչ որ ունիկալ կոկտեյլներ ինձ գիտեք ինչքան են զանգում ասում են դի գնանք քաղաքից դուրս օրինակ մի քանի հատ կոկտեյլ կասես որ City-ից օրինակ արագ առնենք այդ խմիչքները գնանք խմենք չգիտեմ չենք ուզում արագ խմենք ուզում ենք օրինակ վերմուտ խմենք Որ տարիքին է դա? Aperol Spritz դրանք 25 պլյուս այդ այո դու Համլետը լրիվ սա գիտի Համլետը 25 պլյուս հա այսինքն լինում է տենց Հիմա նույնիսկ հարսանիքներին է գնում այդ պրակտիկան, որ բար լինի, ու ինքը էլի հետաքրքիր պրակտիկա, այսինքն հյուրերը որ գալիս են, կազմակերպիչը հասկանում է, որ արդեն այն սերունդը, որը որ ստեղ նստած է, ինքը ավելի շատ սիրում է կոկտեյլ, ու այդ կլասիկ գաղափարը, որ պիտի սեղանի լինի, օրինակ կոնյակ հայկական շատ ավանդական սիրված միշտ հայկական կոնյակ այո եւ իր հետ լինի գինի կոնյակը դուրս է գալիս որովհետեւ այդ սերունդի ներկայացուցիչները կոնյակ տենց շատ չեն սիրում խմեն իրանք նախընտրում են կոնյակով կոկտեյլ են սիրում կոնյակով կոկտեյլ են նախընտրում եւ դա արդեն բարից են սպառում Որտե՞ղ դուք մասնակցում եք այդ բաներին որ ասացիր մենք եւ 3 տարի է արդեն մենք մեր առանձին շարժական բար ունենք ու անընդհատ զանգում են անընդհատ քեթերինգներ հարսանիք ծնունդ սուսավ ամառանոցային նույնիսկ պատմամշակութային միջոցառումների ա եղել որ մասնակցել են Վարդանի այնտեղ Վոգիսով ներկայացված ա եղել եւ հյուրերը ու հա շատ հետաքրքիր փաստ որ մասնակցել ենք չասեմ միջոցառման անունը Վոգիսն էր այստեղ ջինով կոկտեյլ տարբերակով եւ դիմացը կոնյակ էր ջինի մոտ կանգնած էին հերթ մոտավորապես 30-ից 40 անց եւ հերթի մեջ դուք կոկտեյլը դե process է ինքը որտեղ 40 րոպե մարդիկ սպասում էին որ իրանց հերթը հասնի խմեն կոկտեյլ բայց օրինակ կոնյակը որը լցրած էր բաժակով դրած էր իրանք նախընտրում էին դա այսինքն այդ փոփոխություն կա համային ռեցեպտորների փոփոխություն էլ երևի կա մի հատ եկեք հասկանանք կոկտեյլը ինչի է ծնվել կոկտեյլը ծնվել է որովհետև խմիչքները շատ վատն էին մի 200 տարի առաջ այո այսինքն այդ նույն այդ old fashion կոկտեյլը որ ասում են ինքը 1800-ականների սկզբին որ գրել են ինչա կոկտեյլ բառը փակագծի մեջ գրել են ինչա դա ալկոհոլն է բիտեր այսինքն ինչ որ դառը վերմուտ շաքար ու ջուր բրենդերը արտադրողները հասկացել են որ սա եւս մի հատ տարբերակ է իրանց խմիչքները վաճառելու ու վերցրել են իրանց վրա, այսինքն մեծ բրենդերը վերցրել են իրանց վրա, մեկը մոխիտոն է գովազդում, մեկը նեգրոնին է գովազդում, մեկը ջին տոնիկ է, մեկը ու սենց ոնց որ արդեն դարել են այդ բրենդերն են դարել կոկտեյլի լոկոմոտիվները, հա, տանող այդ ուժը ոնց որը նպաստում է նաև վաճառքին, արդեն ոչ թե Ստեղ process-ն է հետաքրքիր, հա, այսինքն որ կոկտեյլը խմում ես, դա process-ն է։ Ես միշտ ասում եմ, կոկտեյլը process-ն է, արաղը կամ մաքուր խմիչքի էֆեկտը։ Միանգամից խմում ես, ազդում է։ Իսկ կոկտեյլը դա process-ն է, որ կում, հաճելի, միջավայրում, վայելում ես, շփվում ես, չգիտեմ, նկարվում եք, հա, այսինքն ինքը կոկտեյլը հաճելի։ Խմել հաճելի ժամանց։ Հաստատ հետաքրքիր բան եղավ, էլի։ Հիմա ամեն ինչ սիրում են ունենց անեն, որ գեղեցիկ լինի, գեղեցիկ լինի նկարեն, քթեն սոցիալական ցանցերում, մեկը դրա համար կոկտեյլ։ Մի հատ շատ կարևոր մի հատ կտոր ունենք, էլի։ Կարող ենք ասել, որ մենք միգուցե այս թվերը, որ կտրուկ նվազել է, վերցվել է ավանդական խողովակներից, այսինքն խանութներ, կետեր վաճառքի, բայց ավելացել է, ոնց որ ասեցիք պրեմիումը միգուցե խանութում չի վաճառվում, այլ վաճառվում է բարերում, վաճառվում է իվենտների ժամանակ, այսինքն սպառումը կա, բայց ինքը սպառման ձևն է, մոդելն է փոխվել։ Իրականում չէ, այս ստատիստիկան որ վերցրել ենք ինքը ալկոհոլային օգտագործում սպառում, այսինքն եթե ընկերությունը արտադրական թվերն է, ինքը վաճառում է, հիմա որտեղ է վաճառում կապ չունի։ Ահա։ Դե նվազել է, տեսեք, մենք ասացինք նվազել է կտրուկ, ոնց որ ասին նվազել է, հա, այդ նվազումը եղել է միգուցե օղու հաշվին եւ այլ խմիչքների հաշվին, բայց եթե այդ նվազման մեջ ավելացել է պրեմիումը, իսկ պրեմիումը խանութից չի վաճառվել։ Ծավալը նվազել է։ Ընդհանուր ալկոհոլային խմիչքների ծավալը նվազել է, այո։ Այդ մասնաբաժինը վերցել են ready to drink-ները, ամենամեծը, որը այսօր Ամերիկայի ալկոհոլային թե ոչ ալկոհոլային։ Ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային։ Դա էլ է հաշվարկվում այդ հաշվարկի մեջ, որ ալկոհոլ սպիրտի օգտագործումն է նվազել։ Չէ։ Չեն կարող համոզել Վարդանին։ Ասում չէ։ Դե իրան ձեռ չի տալիս, է։ Դատաբազա կա։ Ալկոհոլի սպառումը գլոբալ նվազել է, համաձայն եմ դրա հետ, բայց ready to drink-ները իրենք շատ զարգանում են վերցրել Ամերիկայում։ Արդյոք բարերում կտրուկ աճել է կոկտեյլների վաճառքը։ Կտրուկ չէ։ Նախ
Որտե պիտի կտրուկ կոկտեյլի աճեր։ կուլտուրան նենց չի որ 100 տարի է կա Հայաստանում, երևի որ վերցնենք 10-15 տարի, հա, որ տենց դարել է պոպուլյար կոկտեյլ խմելը։ Դրա համար ստատիստիկա ասել, որ կտրուկ շատացել է թե քչացել է, չէ։ Ոնց որ առաջի սերունդ էդի մենք ենք որ գիտենք ինչա կոկտեյլը, հա։ Դրանից առաջ մեր հայրերը, մեր պապերը կոկտեյլ չեն խմում։ Պոպուլյարա դառնում, բայց չեմ կարող ասեմ, որ կտրուկ աճ կա կոկտեյլների, հա, ավելի Մեր պոպուլյար է միանգամից դառնում։ ուղիղ հարց։ Դու ես բացեցիր պայմանական ջինը Ահա։ կամ ինչ որ խմիչք։ Հա։ Իր օրինակ 100%-անոց խմիչք կա, հա, ծավալով։ Դրա տոկոս ավելի շատ sense առանց կոկտեյլ եք վաճառում, թե կոկտեյլով։ Օղին մաքուր, Հա, ես կարամ սենց ասեմ, օղին մաքուր, տեկիլան մաքուր, ջինը կոկտեյլով, նու սենց ասեմ 50-50 ջինն ու ոդկան ու տեկիլան 50-50 50% մաքուր 50% կոկտեյլն ու որտեվ արդեն 50-ա դարձել։ որովհետև ոդկան համարվում է ամենամաքուր բազան կոկտեյլի համար ինքը համ հոտ չի տալի նեյտրալ ուղղակի ալկոհոլ է դա համար ամբողջ աշխարհում ոդկան համարվում է բազան Այդտեղ ենք մենք կոնյակով տուժը, որ կոնյակը դժվար է կոկտեյլներ օգտագործել։ այո որտեվ ինքը բնավորություն ունի տեկիլայի պես իր հետ խմիչքներ համադրելը կլինի հյութ կլինի ուրիշ խմիչ շատ դժվար է Հաշվի նստես։ Դրա համար մարդիկ ոնց որ չեն ուզում այդքան խորանան, ոդկայով են պատրաստում։ Իսկ ջինը ոնց որ 50-50 լինի, համա, բաներ կա շատ լավ մերվում է, բաներ կա չէ։ Դրա համար ջինը, բայց Հայաստանում բավականին պոպուլյար է։ Օրինակ Ամերիկայի շուկոնայի ուսումնասիրում մեր ռեստորանի հետ կապված, ջին ասում է կարող է ամիսներով չծախես։ Այնտեղ է ծախվում է ոդկան, տեկիլան ու վիսկին։ Այդ Կալիֆոռնիա։ Հա, Բայց իսկ հոստը լրիվ ուրիշ է։ Չեմ կարող, ուզում ասեմ, ստեղ մեր մոտ ոնց որ հակառակ պատկերը լինի, բայց եթե անցնենք ձեր տված հարցին, ջինը հիմնականում կոկտեյլներով, որտեվ մաքուր ջին քիչ են խմում։ Ջին տոնիկ կլինի, Ինչպիսի ապագա ունի մեր մրգողի, չասեմ, մեր մրգերից թորված դիստիլյատ ունիկալ օղին, որը ցավոք սրտի օղի է կոչվում, այլ ոչ թե ուրիշ անուն։ Ինքը պետական աջակցություն եթե լինի, ֆանտաստիկ ապագա ունի։ Ոնց որ օրինակ Մետաքսան, հունական, հա, ոնց որ Պիսկոն, հարավամերիկյան, այսինքն պետական աջակցություն եթե եղա, որ տենց Այսինքն մեքսիկացիները կարողացան ազգովի հավաքվել ու չասել քաշած կակտուս։ ասեցին Իսկ մենք տենց հավաքեցինք ունիկալ ծիրանը եւ ամեն ինչը անունադրեցինք քաշած ծիրան։ Դրա համար նախ պետքա մենք անուն ունենանք այդ խմիչքին, ոնց որ տեկիլան է։ Ոնց որ վիսկին է, պետքա անուն ունենանք։ Կարող ենք հույս ունենալ, որ բարները մի օր կարան հավաքվել ու Մի ժամանակ այդ ուղղությամբ աշխատում էին, ինչ որ անուն էին ուզում հասկանալ, որը կհաստատվի ու պետության կողմից ոնց որ էդի։ Այո, պետությունը ուրիշ գործեր ունի, զբաղված է։ Իսկ կարող բարմենների ասոցիացիան հավաքվի եւ դրան գա։ Բարմենի ասոցիացիան կարա աջակցի։ Հա, կարա աջակցի։ Կարա աջակցի, բայց արտադրողները պետք է հավաքվեն ու հասկանան որ ուղղությամբ, որովհետեւ մարդկա ասում է, չէ, ես ուզում եմ որ ծիրանի օղի լինի, որովհետեւ մարդը որ խանութ է մտնում, ծիրանի օղի իր համար ավելի հասկանալի է, քան գրած լինի ծիրանի դիստիլյատ կամ ծիրանի օդևի։ Այսինքն մարդը արդեն իր վաճառքի շանսերը նվազեցնում է, որ սկսում է ավելի տենց նեղ մասնագիտական մոտենա ու տակը ճիշտ անունները գրի։ Դրա համար ասում են ծիրանի արաղ, թթի արաղ, քաշած արաղ, ավելի ժողովրդին հասկանալի ձևով են, հա, անում։ Ընդհանուր խոսակցությունից հասկացա, որ մարքեթինգն է կարևոր, երբ որ օրինակ մենք կոկտեյլներից ենք խոսում, կոկտեյլները մարքեթինգից ենք էլի խոսում։ Հիմա մենք խոսեցինք հայկական մրգողիներից, եւ եթե մենք ուզում ենք, որ նույն ձև հաջողվի, ոնց որ կոկտեյլներն է հաջողվել, ոնց որ տեկիլան է հաջողվել, նույնն էլ մենք պետք է ունենանք, այսինքն մենք պետք է ունենանք երկարաժամկետ ռազմավարություն, ոնց ենք մարդկանց դա կոպիտ ասած վաճառելու մեր միտքը։ Կարող է առողջ ստացված բան ունենք, չէ՞, պրոյեկտ կոպիտ ասած կներես, գինինա ու հայկական կոնյակը։ Այո։ Երրորդը շատ հանգիստ կարա լինի մեր հայկական մրգից պատրաստված օդևիները կամ դիստիլյատները։ Այգեկեսես ջինը, նայ, ջինը իրանք այնքան քիչ են։ Չէ։ Ես ասում եմ բանը մեծ զանգվածային ջինը, ասենք, քանի մի ձեռքի մատիրա կարելի է հաշվել հայկական ջին արտադրողների։ Որտե բարդ է արտադրել։ Հա, այսինքն պետքա հա, որ իրանց ձայնը լսելի լինի, պետք է ավելի շատանան, որ ավելի ուժեղ լինի իրանց ձայնը լսել։ Ես կարծում եմ Վարդան ջան, արի ինձ անեն քո ձայնը լսելի լինի։ Ասա։ Մեր ձայնը podcast-ը լավ լսելի է, բանավանդ էս վերջերս փոխում։ Մենք մրգողիների մասով իրականում շատ մեծ խնդիր ունենք, ու այդ խնդիրը լուծելու համար ոչ թե պետք է հավաքվել 100 հոգով, չգիտեմ, բազմա, շերտ ու բազմա տարբեր տեսակի արտադրողներ, այլ ուղղակի պետք է հավաքվեն ամենաշատը 5 մրգողի արտադրող, որոշեն թե ում խաղը երկար է, որոշեն թե ոնց պետք է կոչվի դա, գրանց են geographical identification անել, որ այս product-ը կարա կոչվի Armenian, օդևի, չգիտեմ,
այլ Դիստիլյատ կամ դիստիլյատ չգիտեմ կամ ինչ։ ինչ-որ մի Կամ բան։ անուն, ուղղակի Անուն, անուն, հա։ Ու ամեն մեկի այդ օրենքներին ուզում ես արտադրես product-ը, պետք է համապատասխանես այս սրան։ Ու դրանով գնաց առաջ։ Բացի դրանից դուրսը ընդհանրապես աշխարհում մարդիկ արդեն հոգնել են նույն վիսկի բրենդից, նույն ջինի բրենդից, նույն չգիտեմ ողու բրենդից ու փորձում են այլընտրանքներ։ Ինչ նոր հետաքրքիր խնդիր։ Շատ հետաքրքիր բան ասես, նոր սերունդը կոնսերվատիվ չի։ Նոր սերունդը չի սիրում նույն բանը շատ խմի նույն ես կարամ դաժե բերեմ օրինակ ատամի մածուկի վրա ես նույն ատամի մածուկով 2 ամսից ավել նույն բրենդի չեմ նույն համի չեմ կարող Իսկ մենք նույն ատամի մածուկով տարիներով օգտագործում ենք նույն բրենդը։ Ես անընդհատ փորձում եմ ինչ-որ նոր բան, նոր հոտ, նոր համ, ամեն ինչում, նույնիսկ ուտելիքում, որովհետև հասկանում ես, որ կյանքում այդ գույներն ա մնում, իսկ այդ նույն գույների մեջ եթե մնաս, չես Բայց մամայի տոլման միշտ կա։ Մամայի տոլման միշտ կա, բայց ամեն օր չես կարա մամայի տոլմանը։ Մաման էլ է մեղք։ Պիչի։ Ոնց որ ասեցինք, հա, եզրակացություններ անելու են մեր դիտող լսողները եւ մենք մեծ սիրով այդ ամեն ինչը կկարդանք եւ ես առաջարկում եմ նաեւ ակտիվ լինենք ինքներս մեկնաբանություններում, որովհետեւ կարող են մարդիկ ինչ-որ բաների հետ համաձայնվել, ինչ-որ բաների չհամաձայնվել, հետաքրքիր մեջբերումներ բերեն, քիչ խմել, որակով խմելու դեպքում ու լավ մեջ շրջապատի, լավ շրջապատում, այսինքն ընկերներով։ միանշանակ։ Վարդանի տեղը կարող եմ ամփոփել։ Խմեք շատ ջին, հայկական ջին, ոգիս ջին։ Օգտագործելուց օգտագործեք միայն հայկական։ Ամենա ցիտուլովնի ոնց է հայերեն։ տիտուլով։ Ասեցիր արդեն։ Հա, ամենա ցիտուլովնի ջինն է հայկական, չէ՞։ Հա։ Կարելի է հանգիստ ասել։ Այնքան ոսկի ունի, որ ոսկի արծաթ ինչ ասես ունի ջինը։ Ինքը բախշ ոսկի տղա է։ Համեստ, պրոստը համեստ է։ Եկեք վերջում էլ Վարդանին գովանք ու շավարդենք հաղորդումը։ Ասма տեսքիս մի խաթ։